Անտալիայի ֆորումի հետ կապված տեղեկություններ կան, որ մասնակցություն այս անգամ չի լինելու, եթե դա ոչ պաշտոնական տեղեկություններ են։ Չէ, ոչ պաշտոնական։ Ժամանակը կգա կիմանա ով կմասնակցի, արտգործնախարարությունից կհայտնեն հավանաբար։ Բայց չմասնակցելու մասին որոշում չկա, պարոն Ռուբինյան։ Ինչի մասնակցելու գնալու այդ ֆորում։ Ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով կմասնակցի կամ չի մասնակցի։ Սիմոնյանին հարցը տվեցինք, հիմա ձեզ տանք էլ ինքը գնաց։ Ռուսաստանի հետ կապված է վերջին այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ գործարանների հանդեպ համընկալի քաղաքական համատեքստունի կոնյակի գործարանի հետ կապված հիմա ջերմուկի գործով է վերաբացել։ Ինչ է վերաբացել։ Ես չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչ է գնացել, բայց ենթադրում եմ, սա զուտ իմ ենթադրությունն է, որ երևի ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա հանգիստ է։ Դե մի վարդ, ես էլ ձեր հարցին պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Բացարձակ։ Ռուսական կողմից թե Պուտինը, թե Վերջուկը շատ կոշտ հայտարարություններ հնչեցրեցին, այստեղ էլ դա շարունակվեց, օրինակ Ալեքս Սիմոնյանն ասում է, եթե գազի գինը թանկանա, կամ հիատումից համ հապկի։ Բայց ինչի պետք է գազի գինը թանկանա։ Դե ձեր թիմակիցները։ Չէ, մի վայրկյան ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանա։ Այսինքն ակներ Մի վայրկյան։ Չի հնչել։ Գազի գինը ինչի պետք է թանկանա։ Դուք ուզում մի վայրկյան դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, ճշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ կանում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցներ սերի բարեկամներ։ Ներողություն, մի ընդհատեկից։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին։ Մի վայրկյան։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում, ես նույնիսկ չգիտեմ դուք որ լիად։ Շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում։ Իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանանք։ Ով է ֆինանսավորում։ Բայց ներողություն։ Իմ մայրը խմբագիր չի, մի վայրկյան էլի։ Հարգեք նրա հիշատակը։ Դե հիմա լսեք, ես ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի։ Մի վայրկյան։ Ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա անցանք հաջորդ հարցերին։ Հիմա լռեք, լռեք։ Ավարտելով թեման, ձեր այս փուչիկը, որը դուք ուզում եք փչել, թե իբր Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրներ կա, ես հասկանում եմ դուք ինչ եք այդ փուչիկը ուզում փչել, որովհետև օրինակ Կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել իր քաղաքական կամպանիայի մաս։ Այդ փուչիկը փչել չի ստացվելու, այլ հարց է։ Ասում եք փուչիկ, պարոն Ռուբինյան, բայց Ռուսաստանի փոխվարչապետը ասում է, որ Հայաստանի հետ օրինակ պայմանավորված։ Ռուսաստանի փոխվարչապետը նման բաներ ասում է 1 տարի առաջ, 2 տարի առաջ, ասեք, լավ չի, չէ՞, ասեք։ Հայտարարում է, ասում է Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվում ենք մի բան։ Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակման հարցը, շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Խնդրեմ, կարող եք լքել։ Կարող եք լքել, բացարձակ ես չեմ նեղվի։ Խնդրում եմ հեռացեք, եթե ուզում եք։ Ես հարցս տամ։ Շատ լավ։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։
Ինչ ասեցիք, դուք եք խնդրում քաղաքական դաշտից, դուք դա չեք որոշում, դա դուք չեք որոշում։ Որոշումա ժողովուրդն է։ Ժողովուրդը կորոշի ով կհեռանա քաղաքական դաշտից թե ոչ, ու նաև ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա մեզ մանդատ այնպես անել, որպեսզի լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, իրանք ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե լրագրողները ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում, ոչ թե հարցեր են տալիս այլ քաղաքական ելույթներ, ում պատվերով են դա անում։ Այնինքն մարդիկ իմանալու են, դուք կոնկրետ դուք ում պատվերով եք, օրինակ գալիս տեղ բաներ անում։ Դե լավ, արդեն գնացեք, դե արդեն գնացեք, խանգարում եք։ Խնդրեմ ձեր, մի խանգարեք, խնդրեմ շողի։ Պարոն Հովինյան, հիմա Ռուսաստանի փոխվարչապետը ասում է, հարցազրույցում ասում էր, որ ըստ էության միտքային էր, որ ասում է, խոսվում է Հայաստանից ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, նորմալ հարաբերությունների մասին, բայց ասում է լինում են դեպքեր, երբ հայկական կողմի հետ պայմանավորվում ենք մի բան, բայց գործնականում այլ պատկեր ենք տեսնում, որպես օրինակ նշում է երկաթուղու հարցը, ասում է մեզ բարձր մակարդակով առաջարկում են կառուցել այդ երկու կտորները, մենք դրական քննարկում ենք եւ դրական արձագանք ենք տալիս եւ դրան հաջորդում է վարչապետի հայտարարությունը հարցազրույցի տեսքով ընդ որում, որտեղ ինքը արդեն այլ առաջարկ է անում առհասարակ կառավարման իրավունք այլ երկրի հանձնելու, սա որպես օրինակ է նշում եւ հաջորդը ասում է եկել է այն մոտենում է Հայաստան այն կետին, երբ մենք պետք է հնարավոր է վերանայենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները, համագործակցությունը։ Հիմա դուք ասում եք ամբողջական այս հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը փուչիկ են Հայաստանի։ Ես այդպես բան չեմ ասում։ Չէ, լարվածություն եւ այլ խնդիրների մասին։ Շատ լավ, ուրեմն այս երկու հայտարարությունները դուք ասեք ինչի մասին են խոսում։ Նախ Ռուսաստանից տարբեր ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա մասին շատ է խոսվել, այդ թվում վարչապետն է խոսել, կրկնելու կարիք չեմ տեսնում։ Պետք է ասեմ, բայց այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարակարգման հարաբերությունները։ Մի խանգարեք հեռախոսով գնացեք հեռու խոսեք։ Գիտեմ, որ շատ դաստիարակված եք, բայց գնացեք հեռու խոսեք։ Եվ մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ եք համաձայն լինելու։ Հիմա օրինակ Ռուսաստանից այլ բաներ են հնչում։ Օրինակ ասում են, որ ասենք, չգիտեմ, Ազատություն ռադիոկայանը վատ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հավանաբար կհիշեք, չէ՞, իրենց արտգործնախարարության խոսնակներ, եթե չեմ սխալվում։ Մի քանի ամիս առաջ Ազատություն ռադիոկայանին շատ վատ ձևով էր բնութագրում։ Հիմա ինչ անենք, փակենք Ազատություն ռադիոկայանը։ Չէ, հիմա ասում են տարբեր բաների շուրջ համաձայն ենք, տարբեր բաների շուրջ համաձայն չենք, բայց դուք կարող եք հանգիստ լինել, չենք փակելու Ազատություն։ Համաձայն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանը գործնականում պայմանավորվում է այլ բան, բայց գործնականում անում է այլ եւ այս երկու օրինակը, ես կարծում եմ, որ ի հեճուկս բոլոր պնդումների, որ Ազատություն ռադիոկայանը Հայաստանում վատ գործունեություն է ծավալում, հակառուսական գործունեություն է ծավալում, մենք այդ որակումներին համաձայն չենք եւ կարծում ենք, որ Ազատություն ռադիոկայանը կարող է ազատ շարունակել իր գործունեությունը պայմանով, որ կհրապարակի իր ֆինանսական աղբյուրները, ինչ անում է, իդեպ օրինակ ոչ մի բան չեմ կարող ասել Ազատություն ռադիոկայանի, որտեղ բոլորը գիտեն, որ ԱՄՆ կառավարությունն է ֆինանսավորում։ Երևանի եւ Մոսկվայի միջև եղածի հետ կապված ինչ։ Դե ես ասեցի, ես երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, վարչապետ Փաշինյանը ասել է նաև, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի մեջքի ետևում ինչ որ բան անել, չենք ուզում որևէ հարց սրել, բայց մենք ունենք կոնկրետ խնդիր եւ այդ խնդիրը քննարկում ենք, քննարկման փուլում է այսքան բան, որևէ չգիտեմ, աշխարհացունց բան տեղի չի ունեցել եւ չի ունենա հանգիստ եղան։ Եթե Հայաստանի շահերից չի բխում ռուսական կառավարումը, այդ դեպքում ես ձեր բոլոր հարցերին արդեն պատասխանեցի, մանավանդ որ ձեր հարցերի մի մասը դուք ի ուրախություն բոլորիս նաև հնարավորություն եք ունեցել տալ անձամբ վարչապետ Փաշինյանին նախորդ շաբաթ էլ եք տալիս, երբ որ կառավարության նիստից հետո հարց ու պատասխանել բոլոր հարցերին ձեր սպառիչ պատասխաններ։ Կարապետյանն ասում է դուք իրենք ամեն ինչ անում են, հանուն Հայաստանի ամեն ինչ զոհաբերում են։ Իսկ դուք օրինակ Իսկ ինքը հանուն Հայաստանի չի պատասխանում, զոհաբերի ռուսական եւ կիպրական անձնագրերը։ Գիտեմ, բայց ասում եք դուք Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր կիպրոսյան եւ ռուսաստանյան անձնագրերը։
Օրինակ նույն ձև էս ինչ որ տրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ սրբազանն էլ ճակերտների մեջ չէ, կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում են գուցե դուք զոհաբերեք ձեր կանադայի քաղաքացիությունը, չէ, այտենց չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն, մանկլավիկ չեն։ Ում կատարածուն են, պարոն Ռոբինյան։ Չգիտեմ, ում կատարածուն են, հաստատ ոչ Հայաստանի ժողովուրդը։ Ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք Ինչ։ ելույթի փաստը։ Ում ելույթ։ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ չեմ, որ դա իր ելույթ է։ Ես վստահ չեմ, որ դա իր ելույթ է։ Վերաբերյալ դիտարկումները։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդիվ օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, չէ՞ նա, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան, հազար ներողություն աջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանն է։ Գալստյան, հա։ Շողիկ Գալստյանի ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը ասես կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյանին։ Խնդրում եմ մի ընդհատեք։ Գնացեք իր տուն հարցեր տվեք, գնացեք տուն հարցրեք, պարոն Կարապետյան, կամ չգիտեմ ոնց եք իրան դիմում, ինքն իր շրջապատն է, չէ՞ ձեզ ֆինանսավորում։ Գնացեք ասեք, պարոն Կարապետյան, ինչի Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացիություններից չեք հրաժարվում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն Հայաստանի։ Խնդրում ենք, զոհաբերեք ձեր ռուսական եւ կիպրոսյան պասպորտը, պարոն Կարապետյան։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ, գնացեք ասեք։ Իսկ ինչ այդ պարոն Կարապետյանն ասում է, որ բանակցող են լինելու ուժեղ են լինելու Մոսկվայում։ Շատ լավ, 20 դուբլից, հա։ Ես ուզում եմ մի հարց բացատրել։ Եթե եկեք մի պահ ընդունենք, որ Սամվել Կարապետյանի ելույթը, այս վերջին հանրահավաքին, իրական է, 50-50 անկեղծ եմ ասում, չգիտեմ, կամ իրական է, կամ անբնական է։ Բայց եթե բնական է, դա նշանակում է, որ այդ մարդը մի հատ 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, դուք բոլորը լրագրողները եք հասկանում եք, որ նախադասություն առ նախադասություն են ձայնագրել։ Ինքը այդ ուժեղ բանակցելը ո՞նց է անելու։ Այսինքն գնալու է 20 դուբլից բանակցի, գնալու է ասելու է «Здравствуйте, многоуважаемый», այսինչ հետո զգալու է, որ սխալ արեց, հետո նորից է ասելու, հա դուբլերով են անելու։ Հաջորդը, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդու ամենապարզ եւ պրիմիտիվ խոսելու ունակությունը կասկածի տակ է, հասկանում եք, ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը, ընդ որում ոչ միայն հայերենով, ռուսերենով, չգիտեմ, ճապոներենով, հունարեն չգիտեմ, Կիպրոսի քաղաքացիա, չգիտեմ, հունարեն գիտի, չգիտի, գուցե հունարենից է մարդը ուժեղ, թող հունարեն մի հատ ելույթ ունենա, հասկանանք, որ ուժեղ է։ Բայց ինքնին այդ փաստն է կասկածի տակ, ինքը ո՞նց է բանակցելու։ Ես վստահ չեմ, որ ինքը կարող է բանակցել որևէ մեկի ձեր հետ, ես վստահ չեմ, որ ինքը Նարեկ Կիրակոսյանի հետ կարող է բանակցել, լուր մնաց ինչ-որ մեկի հետ բանակցել։ Վարչապետին հանդիպել եք լեզվով են շփվել, չեք։ Չգիտեմ, բայց լավ հարց է, պետք է հարցնել, հա։ Բանական օրենսդրության փոփոխությունից հետո փաստորեն անձնանուն հնարավոր չի եկել։ Ինչ եք կարծում, իրենք գրանցվել են մյուս անունով, հնարավոր է գրանցվել։ Չեն գրանցվել են ռեգիստրում են մյուս անունով։ Չեմ կարծում։ Համենայն դեպս ոչ ձեր ասած կոնտեքստում հաստատ չի կարող։ Ռոբինյան, կներեք,
դուք այսքան խոսում եք Սամվել Կարապետյան եւ այլն, դուք ունեք օրինակ համակարգման ոլորտ, օրինակ հայ-թուրքական հարաբերություններ, ըստ էության այս ընթացքում որևէ ձեռքբերում արձանագրում չունեք, որ գայկաննեիք հայ լրագրողների դիմաց ու եթերում ձեր ձեռքբերումներից խոսեիք, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկին 10-10 Չհասկացա, բայց դուք եք հարց տալիս ընդդիմադիր ուժերից մեկի մասին, հարց մի տվեք չանադառ։ Հիմա հարց եմ տալիս հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչ ձեռքբերումներ ունեք երրորդ երկրի քաղաքացիների համար, ինչ եղավ այդ որոշումը, սահմանները երբ կբացվեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ, եկե հիշեք, եւ որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն ԱՆԻ պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը, լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, ի՞նչն է խնդիրը։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ ոք նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Չեմ կարծում։ Ամենայն դեպս դա տրամաբանական չէ լինի։ Իսկ դուք Անտալիա մեկնելու եք, ես էլի Անտալիա։ Ես Անտալիա չեմ մեկնել։ Արտգործնախարարը։ Դե ասեցի էլի Բայց անցածը մեկնել եք, չէ՞, պարոն Ռուբինյան։ Դե հա, բայց ո՞վ ինչ-որ վերաբերում է։ Ոչ, ինչն է պատճառը։ Կարող է իսկապես նեղացել եք։ Սիրելի գործընկերներ, ես ձեր տարբեր տեսակ ձևակերպած նույն հարցին պատասխանելու եմ էլ հանդիպելու օրինակ ձեր գործընկերոջ։ Բայց ես բացարձակ տես բան չասեցի։ Չէ, ես հարցնում եմ։ Դե հիմա բայց դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի, Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք ինչ մակարդակով, ոնց եւ երբ։ Պարոն Ռուբինյան, ապրիլի 24-ին կառավարական պատվիրակություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու է, թե ոչ։ Բայց ամեն տարի այցելում է, ենթադրում եմ այս տարի։ Ինչ է քաղաքական առաջնահերթություններում զուտ ճշտում։ Ինչ է փոխվում։ Դե այն, որ այլևս ցեղասպանությունը արտաքին քաղաքականության հարցում առաջնահերթություն չէ։ Ցեղասպանությունը չէ, ցեղասպանությունը միջազգային ճանաչումը։ Ինչ որ մեկը կառավարությունից այլ բան ասել է։ Չէ, բայց մի վայրկյանի առաջնահերթություն չէ։ Իսկ դուք գնալու եք Ծիծեռնակաբերդ։ Ես ամեն տարի այցելում եմ։ Հա, շատ լավ, ես էլ։ Չէ, ես նկատում եմ ի պաշտոն է, չէ, ի պաշտոն։ Ես էլ ի պաշտոն է ամեն տարի այցելում եմ բացառությամբ այն տարիներին, երբ որ արտերկրում եմ լինում, գործողման մեջ։ Ոչ մի բան չի փոխվել, կլինի այց։ Բայց ինչի՞ պիտի չլինի։ Այսինքն դուք այնքան եք այդ դուք չէ էլի անձամբ նկատում ես ձեր լրագրողական դաշտը այնքան այս փուչիկը փչել urացում որ հիմա դուք սկսել եք ինքը ներողություն հա որովհետև բոլորիդ գործունեության բանն է այնքան եք փչել ես urացում ես իմի դավաճան էս ինչ ինչ որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատալ հա Զուտ որ այլևս առաջնահերթություն Սիրելի Նարեկ, ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Բայց դա չի նշանակում մի բան է, երբ որ դու մի բան դնում ես քո top առաջնահերթություն որպես միջազգային քաղաքականության մաս։ Մեկ այլ բան է քո հիշատակի օրը։ Չի մասն է խոսքը։ Ցեղասպանության ինչու որտով Դե որ լսեք հասկանայի։ Պարոն Ռուբինյան, քանի որ հրապարակվել են առաջկա խորհրդանական պատրաստող քաղաքական հիմնական ուժերի մասնավորապես ընդդիմադիր երյակի, այսպես ասենք, դրական ցուցակները, աչքի անցկացրել եք վստահ եմ այդ ցուցակները, ձեր գնահատական ինչպես է ստացվում, որ երկրորդ նախագահի թիմակիցները հաջողությամբ հանգրվանում են օրինակ Բարգավաճ Հայաստանում կամ Ուժեղ Հայաստանում։ Սա ինչի մասին է։ Դե տեսեք, շատ ընդհանուր քաղաքական շահի մասին է խոսում, թե քաղաքական դաշտը ամլացել է, թեկնածուներ չկա։ Դե տեսեք, շատ հատկանշական է, որ փաստորեն կա երրագլուխ
պատերազմի կուսակցությունը ըստ էության որոնք են, այսինքն Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Սամվել Կարապետյանը դե չի ղեկավարում, որովհետև գլխավոր, այսպես ասենք, ավանգարդում այդ երեք ուժերն են գտնվում։ Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժը եւ Քոչարյանի գլխավորած ուժը։ Մի վարքան էլի, մի վարքան։ Հիմա ինչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը եւ վարչապետի տեխնացուն է Քոչարյանը։ Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի տեխնացուն Ծառուկյանը չէ եւ բացառիկ know-how համաշխարհային քաղաքականության մեջ։ Իրենց վարչապետի տեխնացուն գախնի է, այսինքն Ծառուկյանը ասում է իմ վարչապետի տեխնացուն գախնի է։ Մի վարքան։ Օրենքը էլի չի արգելում, բայց նկատի ունեմ, ֆիքսենք էլի, որ առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված, պահկված տեխնացույով, հասկանու՞մ եք, կարող ընտրություններից, այսինքն Ժորժ ջան, երբ որ դուք ընտրում եք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես կարող է վարչապետի տեխնացու լինի։ Մի վարքան։ Հաջորդը, բայց Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով մտել է ազգային ժողով, Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համար։ Ասեմ ավելին, Տիկին Էլինար Վարդանյանը, որ հենց հիմա Քոչարյանի ուժից պատգամավոր է, Ծառուկյանի ցուցակում։ Արեգնազ Մանուկյան եւ այսպես շարունակ։ Հաջորդը։ Մի վարքան էլի, Ժորժ ջան, սիրելի բարեկամներ, կթողեք ես հարցս ավարտեմ պատասխանս, հետո կտակ ձեր հաջորդ հարցը, բայց դա հարց չէ, էլի ռեպլիկ է։ Հետո գալիս է Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը։ Երկրորդ տեղում, էլի երկրորդ ցուցակում երկրորդ համարը, մարդ, որը Քոչարյանի փաստաբանն է, եւ որը 21 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել է պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Հիմա ինչ է ստացվում։ Այդ պատերազմի երրագլուխ կուսակցությունում իրենքն իրար հետ ունեն իրանց մեջ, քանի հատ վարչապետի տեխնացու, գիտեք, 1 որովհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետև ինքը Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը տեխնացու չի, ասում է չեմ ասիով այն տեխնացուն, այսինքն այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա մեկ վարչապետի տեխնացու, Քոչարյանն է։ Հիմա ընդ որում ես այդ ցուցակները որ տեսել եմ, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք ասես խառնել բաժանել ցուցակ են կազմել, այսինքն ասես ուղղակի մարդկանց անունները գրել են մարդկանց, ասես խառնել են, ամեն մեկը ասես քաշել է ցուցակ են կազմել։ Հա, նեղություն, բայց Գագիկ Ծառուկյանը հստակ իմ հարցին պատասխանացեց, որ ինչ ուզում է լինի, թեկուզ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ, թույլ տվեք հարցը տամ։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը լինի այն, որ ինքը պետք է Քոչարյանի օգտին քվեարկի, որ դառնա վարչապետ, չի քվեարկի։ Որ Քոչարյանի, կարող Լևոն Քոչարյանի։ Իսկ կարող Լևոն Քոչարյանի։ Չէ, հարցը Ռոբերտով է հնչել։ Դե հիմա ես ասում եմ, կարող Լևոն Քոչարյանին քվեարկի։ Ասում եմ, հարցը Ռոբերտով եմ տվել։ Հասկանում եմ, ասում եմ տարբերությունը մեծ է, որ Ռոբերտին չքվեարկի, Լևոն Քոչարյանին։ Կարող Անդրանիկ Թևանյանին է քվեարկում, դա դեռ մեծ է տարբերությունը։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը չեն տալիս։ Կաշխանդվում են, չգիտեմ, բացասական ռեյտինգն է պատճառը, մտածում եմ, եթե անունը տան ժողովուրդը չի։ Ընդ որում նաև գիտեք ինչն է շատ հատկանշական, որ Ծառուկյանը ասում է մեզ թարմ դեմքեր են պետք։ Ասենք թարմ դեմքը ով է, Քոչարյանն է թարմ դեմքը, ինքը Ծառուկյանն է թարմ դեմքը։ Ֆիզիկապես գուցե լավ է պահպանվել, բան չունեմ ասելու, բայց ինչով է ինքը թարմ, ասենք Ծառուկյանը ինչով է թարմ, կամ ներողություն, ասենք ռուսաստանցի օլիգարխի ինչն է թարմ, ռուսաստանցի օլիգարխի հարազատ եղբայրը, երբ որ մարտի 1 էր անում, երբ որ Երևանի կենտրոնում 10 հոգի սպանում էին երեկոյան, ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր։ Դրանից հետո նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Դրանից հետո եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, ու եղել է նաև ՀՀԿ գերագույն մարդ։ Տարեթիվը չեմ հիշի, բայց գիտեք չէ՞ որ խաբել է։ Ինչ տղան ասում է, որ տեսել է կոռուպցիոնե դրսևորումները անհամաձայնություն։ Բայց գիտեք որ խաբել է, ուզում եք ապացուցեմ որ խաբել է։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը 2017 թվականին ընտրություններում մասնակցել է
ՀՀԿ ցուցակով ընտրվել է ՀՀԿ падգամավոր եւ մինչեւ Թավշյա հեղափոխությունը շարունակել է լինել ՀՀԿ падգամավոր եւ ՀՀԿ անդամ։ Չի միացել։ Այսինքն խափում են, հասկանում եք, ասում է տեսել է, ասում են անհամաձայնություններ ա ունեցել ՀՀԿ-ի հետ։ Ասենք ոնց հնարավոր 2017 թվականին անհամաձայնություն ունենալ ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ ցուցակով դառնալ падգամավոր։ Մնացել է բայց անհամաձայններ։ Դե ուրեմն թող չասեն, որ չի մնացել, այսինքն ՀՀԿ-ի հետ է։ Դա նույնն է ոնց որ ես ասեմ, ես Նիկոլ Փաշինյանը որևէ կապ չունեմ։ Այսինքն 7 տարի է падգամավոր եմ կպել, ես Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունեմ։ Ինձ հարց մի տվեք, ես կապ չունեմ։ Սամվել Կարապետյանը լավ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարող եմ, բայց ես թիմի հետ եմ, չէ՞։ Այսինքն տրամաբանական չի, չէ՞ որ հիմա ես ասեմ, գիտեք ինչ կա, ես ԿՊ-ի հետ կապ չունեմ։ Այսինքն ԿՊ խմբակցության падգամավոր, բայց կապ չունեմ։ Պարոն Ռուբինյան, մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանի դատարանում ըստ էության դատվում էր Հակոբ Ասլանյանը, պայմանական ասած դատարանում, եւ հարց էր տալիս վարչության նիստում։ Եվ հարց էր տալիս պատկերավորը որն է։ Եվ հարց էր տալիս, ասում եք ձեր падգամավոր դառնալու հարցում ձեր ներդրումը ինչքան է, իմ ներդրումը ինչքան է։ Եվ Հակոբ Ասլանյանն ասում էր 99.9%-ը ձերն է, պարոն վարչապետ։ Հիմա բոլորին է 99.9%-ով պարտական Նիկոլ։ Օրինակ քանի տոկոս։ Չգիտեմ, ես տենց հաշվարկներ չեմ անում։ Հակոբ Ասլանյանին կա։ Նիկոլ Փաշինյանը եթե մի օր ձեզ հարցնի, դուք չեմ կարծում, որ ինձ այդ հարցը կտա։ Պարոն Ռուբինյան, նախարարը Սրբոյ Գալյան ասում էր, որ սահմանադրության նախագիծը պետք է քաղաքացիական պայմանագրի վարչությունում, հետո խմբակցությունում քննարկվի։ Որևէ քննարկում այս ընթացքում վարչությունը, խմբակցությունը տեքստի շուրջ աշխատանքային քննարկումներ, բայց դեռ վերջնականացված քննարկման չենք հասել։ Աշխատանքայինը նկատի ունեք վարչությունում եք տեքստը էլի նայել։ Նկատի ունեմ խառը։ Խառը ոնց։ Նկատի ունեմ հիմա ես չեմ ասելու, այս ինչ օրը քննարկեցինք այստեղ։ Դե քննարկումները շարունակում են, երբ որ վերջնական պրոդուկտ լինի, մարդիկ վստահաբար կտեսնեն այդ թվում դուք։ Բայց խմբակցությունը թե վարչությունն է անընդհատ։ Ես ասում եմ խառը, ինչ եմ ասում խառը, որովհետև խոսքը պաշտոնական քննարկումների մասին չէ, աշխատանքային քննարկումների մասին։ Հիմա ես չեմ ասելու, չէ, երեկում եմ հանդիպել, ինչ եմ քննարկել, եթե խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Երբ որ վերջնական պրոդուկտ կլինի, վերջնական տեքստ կլինի, բոլորը կտեսնեն։ Չէ, չկա ու անկախության հռչակագիրը հնարավոր չի հեռացնել։ Եվ դուք նկատի ունեք հաղում հեռացնել, որտեղ անկախության հռչակագիրը կա եւ միշտ մնալու է որպես պատմական հաստատություն։ Որ ասում եք չկա տարակարծություն, նկատի ունեք միաձայնվում եք, որ նորում հողում չի։ Ես պատասխանեցի ինչքան հերիք էր եւ կարծում եմ հերիք է։ Ինչն էր ձեր հարցը։ Ինձ չբավարար է ձեր պատասխանը, դուք նորից հնչեցրեք։ Ինչն է պատճառը, որ եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանի թիմը խուսափում են բացահայտ ասել, որ իրենց վարչապետի քննածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Որովհետեւ ուզում եմ, դե ինչն էր պատճառը, որ օրինակ ինչն էր օրինակ ինչն էր պատճառը, որ Մարտուն Գրիգորյանը, որը նույնպես հանգրվանել է Ծառուկյանի ցուցակում, Գյումրիի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը Վարդան Ղուկասյանին ձայն չի տալու։ Ինչն էր պատճառը, որ ասում էր, տեսեք, ես ԿՊ-ն ուզում եմ գա Վարդան Ղուկասյանին բերի քաղաքապետ, որովհետև ինքը ուզում էր մարդկանց մոլորեցնել, ստանալ քվե, հետո ինչպես տեսակ գնաց ու խմբակցության անդամի պես իր քվեն տվեց Վարդան Ղուկասյանին։ Հիմա նույն ձև իրանք թաքնված, չգիտեմ, ինչ հեքիաթ ասես կպատմեն, իրաց նպատակը հետևյալն է։ Ասել մենք, չէ, ինչ եք ասում, մենք իրար հետ կապ չունենք, օրինակ Ծառուկյանը կասի, չէ, ինչ եք ասում։ Ես ոնց կարող եմ Քոչարյանի հետ կապ ունենամ, մարդ, որը ասենք իր կուսակցությունը Քոչարյանի ուղիղ հրանգով է ստեղծել։ Հեռավոր 2007 թվականից հետո մարդ, որը միշտ ընտրություններին պաշտպանել է Քոչարյանին, կամ նույն Սամվել Կարապետյանը պետք է ասի ոնց կարող ենք մենք Քոչարյանի հետ կապ ունենալ, մարդ, որը մուծել է Քոչարյանի գրավը։ Մի վարքյան։ Կամ ասում են, ինչ կապ ունենք մենք Սերժ Սարգսյանի հետ։ Հեչ, ոնց որ իմ աղբերն է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղել, կամ իմ աղբերն է ՀՀԿ խմբակցության ղեկավարն եղել։ Իրանք ուզում են կեղծ տպավորություն ստեղծել, որ իրար հետ կապ չունեն, որպեսզի քվեներ ստանան, վերջում կպնեն իրար իրանց սիրելի Գյումրիի սցենարը անել մեկ տարբերությամբ։ Եթե Գյումրիի սցենարի արդյունքում 6 ամիս հետո Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, այս դեպքում ոչ ոք չի ձերբակալվելու կաշառակերության մեղադրանքով, որովհետև կաշառակերությունը, ինչպես հին եւ բարի ժամանակներում, դառնալու է ոչ միայն դատապարտելի, այլ նաեւ շատ ողջունելի, ազգահաճո, ազգանվեր, ազգային, հարգարժան գործողություն։ Շնորհակալություն։